Աշխարհի զինանոցի հաջորդ կանգառը Չինաստան։ Ռեպորտաժների այս շարքում ներկայացնում ենք տարբեր երկրների այն զինատեսակները, որոնք վերջին տարիներին փոխել են եւ շարունակում են փոխել խաղի կանոնները։ Չինաստանն արագ է զարգանում, այն կանգ չի առնում ու չի զարգացնում միայն պաշտպանվելու հնարավորությունը։ Իհարկե, պատերազմի հայտարարություններ նրանից չենք լսի, բայց պատրաստ լինելը չի խանգարում, չէ՞ որ աշխարհի գեոպոլիտիկ խաղի կանոնները փոխվում են ամեն օր։ Չինաստանի զինապնակի գլխավոր զարդը Դոնֆեն 5 կամ ինչպես հայերենում կհնչեր արևելյան քամի 5 չինական ռազմավարական միջուկային միջմերձամաքային հրթիռն է։ Այն իզորու է Չինաստանից հասնել աշխարհի ցանկացած կետ, այսինքն Չինաստանի տարածքից նրա խոցման տրամագիծը ծածկում է ամբողջ մոլորակը, ինչն էլ այդ զենքը դարձնում է աշխարհի ռազմավարական անվտանգության կարևոր գործիքներից մեկը։ Դոնֆեն 5-ը Չինաստանի երկրորդ սերնդի երկաստիճան միջմերձամաքային բալիստիկ հրթիռ է։ Նրա երկարությունը 32.6 մետր է, տրամագիծը 3.35 մետր, իսկ քաշը 183,000 կիլոգրամ։ Թռիչքի հեռավորությունը գնահատվում է 13-ից 16,000 կիլոմետր, իսկ որոշ աղբյուրների համաձայն մինչև 20,000 կիլոմետր։ Միջուկային հրթիռներին զուգահեռ Չինաստանը զարգացնում է նաև հիպերսոնիկ հրթիռային համակարգերը, որոնցից ամենահայտնին F-17-ն է։ Այս հրթիռները թռչում են հիպերսոնիկ արագությամբ 5 մախ եւ նրանց ուղին չափազանց դժվար է կանխատեսել, ինչը ավանդական հակահրթիռային պաշտպանական համակարգերի համար մեծ խնդիր է առաջացնում։ F-17-ը կարող է տեղափոխել ինչպես կոնվենցիոն, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ, ինչը նրան դարձնում է ծայրահեղ, ճկուն եւ ռազմավարական կարևոր գործիք Չինաստանի զինապնակում։ Օդուժի դաշտում Չինաստանի ամենահզորը G-20 Mighty Dragon կործանիչն է։ Այս 5-րդ սերնդի Stealth ինքնաթիռը համադրում է թաքնվածությունը, երկրագործողության ռադիուսն ու ներքին զենքի խցիկների առկայությունը, թույլ տալով օդային գերիշխանություն ստեղծել եւ թիրախներին արագ ոչնչացնել առանց մեծ ռիսկերի։ Նրա ներկայությունը ստիպում է ցանկացած հակառակորդի վերանայել ռազմավարական հաշվարկները, հատկապես այնպիսի տարածաշրջաններում, որտեղ Չինաստանը ցանկանում է ցուցադրել իր ռազմական ուժը։ Ծովային ուժերում ուշադրության կենտրոնում է նոր ավիակիր Fujian Type 003-ը, Չինաստանի առաջին կատապուլտով ավիակիրը, որը հնարավորություն է տալիս ծանր ինքնաթիռներ տեղակայել եւ վերահսկել լայն ծովային տարածքներ։ Այն աշխատում է Type 055 դեստրոյերի հետ, որոնք ժամանակակից ռադարային համակարգերով ու հրթիռային բջիջներով ապահովում են ավիակիրի անվտանգությունը եւ նրա գործողությունների երկարաժամկետ արդյունավետությունը։ Չինաստանի ծովային միջուկային հրթիռային բաղադրիչը ներկայացնում է GL-3 համակարգը։ Այս սումբարինից արձակվող միջուկային հրթիռները կարող են գաղտնի տեղաշարժվել օվկիանոսներում եւ հարվածել շատ հեռավոր թիրախների, ինչը լրացնում է երկրի ռազմավարական տրիադը, ապահովելով միջուկային հավասարակշռություն։ Ապագայի մարտադաշտում Չինաստանը միաժամանակ ներդաշնակեցնում է անօդաչուների, հակաարբանյակային համակարգերի եւ ռոբոտիզացված հրթիռային կառավարման տեխնոլոգիաները։ Այս նորարարություններն ապահովում են ռազմավարական առավելություն առանց անմիջական դիմակայության եւ դարձնում են Չինաստանի զինապնակը ժամանակակից աշխարհում ամենավտանգավորներից մեկը։ Այս ամենը միասին ստեղծում է Չինաստանի ռազմական ուժի ամբողջ պատկերը։ Մի համակարգ, որտեղ օդային համակարգը, ցամաքային ու ծովային սահմանները եւ նույնիսկ տիեզերքը միացյալ են գործում։ Չինաստանի զինապնակը միայն զենքերի ժողովածու չէ, դա ժամանակակից աշխարհում ռազմավարական ազդեցության գործիք է։ Ամեն մի համակարգ աշխատում է միացյալ, հաշվարկված եւ ճկուն, ապահովելով, որ Չինաստանը պատրաստ լինի ցանկացած մարտահրավերի եւ ցուցադրի իր ուժը առանց դիմակայության։ Նանա Հայրապետյան, Գառնիկ Տահապետյան, ABC Media։